Բարև եւ բարի գալուստ ամեն անգամ նորովի բացահայտվող համերի աշխարհ։ Այսօր էլ համային ոլորանների երկար, բայց եւ յուրահատուկ ճանապարհով կրկին փորձելու են բացահայտել հին ու մոռացված, իսկ երբեմն էլ լրիվ նոր ու առանձնահատուկ խոհարարական աշխարհը։ Մինչև օրս ձեզ ներկայացրած ամեն մի պատմություն վերածվել է ոչ միայն թանկ հիշողության, այլև ներկայումս կիրառելի արժեքավոր բաղադրատոմսերի շտեմարան գրքի, որի էջերը, ես ձեզ հավաստիացնում եմ, դեռևս երկար ենք թերթելու միասին, արժևորելով յուրաքանչյուր պահը։ Արժևորել նշանակում է նախ ճանաչել, մանրամասն իմանալ, հարազատանալ ու ի վերջո գնահատել։ Հենց այսպիսի ճամփորդություն էլ սպասվում է մեզ այսօր։ Ամենահետաքրքիրը, ինչպես միշտ առջևում է, այնպես որ գնացինք։ Կենդանական աշխարհը բազմազան է եւ մարդը շռայլորեն օգտվում է բնության իրեն տված բարիքներից։ Ստեղծում է նույն խոհարարական հումքից բազմապիսի ուտեստներ։ Անձամբ ես սիրում եմ ամեն ինչ, բոլոր բարիքները, թե կենդանական ծագման սնունդը, թե բուսական աշխարհը, որով առանձնահատուկ հարուստ է Հայաստանը, եւ թե մանավանդ ծովային մթերքները։ Խոհարարական արվեստի սիրողներն իհարկե ինձ կհասկանան, ամենից շատ ես ինքս անտարբեր չեմ ծովամթերքի ձկնեղենի նկատմամբ։ Աշխարհի ջրերի խորքերում կարելի է ասել թաքնված է խոհարարական ամենաբազմահամ աշխարհը, որի համայն հարստությունն ուղղակի անսահման է։ Այսօր ծովային հարստության գոնե մի փոքրիկ հատվածը բացահայտելու նպատակով եւ իհարկե ծովամթերքի սիրահարների քիմքի համային ռեցեպտորները բավարարելու համար կայցելենք Կոստանդնուպոլսից քիչ հեռու գտնվող Բույուկադա կղզին։ Հենց այս կղզում շեֆ խոհարար Հերման Սրվանցտյանի հետ կպատրաստենք ծովային բարիքներից խորոված ուտոտնուկ, կաղամար, ինչպես նաև խորոված ձուկ, աղցան Հերման, որը հենց մեր խոհարար Հերմանի մտքի թռիչքի արգասիքն է, ինչպես նաև ձկան ղավուրմա։ Հուսով եմ հետաքրքրեց։ Դե ուրեմն շարժվեցինք դեպի Կոստանդնուպոլիս։ Բույուկադա կղզին ամենամեծն է, համարվել է արքաների, կայսրուների սիրելի վայրը եւ իհարկե այստեղ հայի համը անպայման պետք է լիներ եւ մենք հենց հիմա ուղևորվում ենք այնտեղ։ Տեսնենք թե ինչպիսի ձկնատեսակ կբացահայտենք այս անգամ։ Բնված են աշխարհով մեկ, իհարկե օբյեկտիվ պատճառներով ու պատմական ցավալի իրադարձությունների պատճառով է, որ այս փաստը կա, բայց մեզ բոլորիս միավորում է մի շատ հետաքրքիր եւ երբեմն աներևույթ բացող մի գիծ, գաստրոնոմիական քարտեզի գիծը, որը բոլորիս միացնում է անկախ մեր գտնվելու վայրից, տարածքից կամ երբեմն անգամ մտածողություն։ Հայի ձեռքը շատ համեղ, հայ տանտիկնոջ, հայ տղամարդու ձեռքը, հայ եղբոր, հայ քրոջ ձեռքը, նույնպես շատ համեղ է։ Ասում եմ, որ հայկական խոհանոցի առանձնահատկությունը իսկապես տարբեր է եւ յուրօրինակ, եւ երբ որ օտարը համտեսում է հայ խոհարարի պատրաստածը, նա անմիջապես հասկանում է, որ սա մի այլ տեսակի հետաքրքիր առանձնահատկություն։ Դե մենք էլ այսօր փորձելու ենք արդեն ծովային հարստությունը ներկայացնել եւ հասկանալ ինչպես կարելի է պատրաստել հին ավանդական եղանակով մուծոնացված։ Բույուկադա կղզի կամ մեծ կղզի։ Այս կղզին ողողում են Մարմարա ծովի ալիքները, տեսարանն իրոք դրախտային է։ Իհարկե հայերն այստեղ կորցրած պատմություն ունեն, ինչպես որ հույները եւ շատ այլ ազգեր, որոնք հսկայական Բյուզանդիայի բնակիչներն էին ժամանակին։ Առհասարակ ժամանակն ու պատմությունն անողոք են, բայց բարեբախտաբար նրանք չեն կարող իսպառ ջնջել պատմությունը։ Մենք էլ պատմության հետքերով եւ մեր համի ուժով հասանք մեծ կղզի։ Եվ իհարկե առանց դժվարության գտանք մեր հայրենակցին Հերմանին, որը Հունաստանից վերադարձել էր կրկին Պոլիս, որպեսզի հունահայկական համերով զարմացնի Բույուկադայի այցելուներին։ Հերմանն հենց այդպիսին է՝ զարմացնող, հյուրընկալ եւ բավականին արագաշարժ։ Նա արդեն սպասում է իր խոհանոցում։ Մենք գտնվում ենք, ինչպես նշել էի, մեր շեֆ խոհարարի Հերման Սիվիզլյանի խոհանոցում։ Նա հայտնի է այստեղ այս կղզու վրա որպես ձկների հատուկ խոհարար եւ այսօր պետք է պատրաստենք հատուկ հետաքրքիր ձուկ։ Հերման, նախ բարի օր։ Բարի եկեք։ Շնորհակալ ենք շատ հյուրընկալելու համար։
Ինչու փան մեջ է, շատ էլ կարևոր փան մնե։ Ձուկ պետք է, չէ՞։ Շատ մերսի։ Okay, սկսենք։ Այո, ինչ ենք պատրաստում։ Այսօր ցուգի կավորմա գսեք կորտի։ Այո։ Ցուգի կավորմա շնենք պիտի։ Ինչպես։ Հիմա դեստանք պիտի ինչպես է։ Ինչ ցուգ է։ Ձովի ցուգի, ոստեղ կարերուն վրա են գելլա գորած ցուգը։ Անոր հետ կշնենք կոր։ Ցուգը։ Ձկան խավորմա, չէի մտածել։ Այո, ձկան կավորմա։ Հայերն են պատրաստել, որովհետև երկար որ մնա ուտելիքը։ Շատ աղվոր մեզեմն է։ Մեզեն նշանակում է նախուտեստ։ Ես տեսնում եմ նաև օկտոպուս։ Այնիկա օկտոպուս է, օկտոպուսը կալամար է։ Ինչ տամ, ասեք օգնեմ։ Ամուչամ ուզեր։ Հետո մենք պետք է ծխի վրա, չէ՞։ Անում ծուխի վրա շնենք, դիքիչն վերջը։ Շատ լավ։ Առաջասիգա շնենք, սոխը գտնենք կորմեջը, մենց։ Մեծ։ Դուք որտեղ եք ծնվել, Հերման։ Բոլիսի մեջը։ Ինչքան եք ապրել Բոլիս։ Բոլիսը 18 տարի, 18 տարեկան Հետո գնացել եք Հույնաստան կացածան։ Աթենս, yes։ Սա ձեթ է, ձիթայուղ է։ Ձիթայուղ։ Այո, զեյթունիկ ձեթ, ձիթայուղ։ Սուխտոր, մենց, ամեննա մենց ասոր մեջ է։ Այո։ Իչմը դիմոն գտնենք կոր։ Իչմը աղ գտնենք կոր վրա։ Եվ խառնում ենք։ Եվ խառնում ենք։ Ալյուրի մեջ։ Սա շամպինյոններ են։ Շամպինյոններն հրամեցեք։ Յուղնա գտնենք կոր։ Հալեցրած յուղ։ Եվ մարգարին էլ կա մեջը։ Չէ, մինակ գարակ յուղ ասոր մեջ է։ Okay։ Դապկելի գարնենք կոր։ Հերման, երբ եք առաջին անգամ պրոֆեսիոնալ ճաշ սարքել։ Ես 84-ին վեր ճաշ կնեմ գոր։ 84-ի, երբ ես 2 տարեկան էի, 32 տարի։ 32 տարի։ Իսկ ինչից սկսվեց, առաջին ճաշը որն էր։ Սանդվիչ, խանութ ունեի, սանդվիչ խանութ, շատ մենց, սանդվիչ կշնեի, անգե վերջը աս ճաշերում վրա։ Բայց ձեր մտածած սանդվիչներ։ Շատ սպեսիալ։ Ինչ էիք անում, ինչ էիք դնում։ Դե լավ, ասեք։ Միսով, ծուգով, սալատայով, համ, պանիրով, ինչ ուզեսն է, շատ մենց խանութ, պանը, Հույնաստան։ Ասիգա սոյա սոս է։ Ահա, սոյ լցնելու եմ ձկան վրա։ Լմնալ եմ վերջի տրենք։ Բանջարեղենի վրա։ Ինչքան պիտի տապ կբի։ Իչմը գարմիրըլլա։ Հա։ Իչմը գարմիրըլլա հանեք պիտոնդը։ Սուգերը արդեն կարմրեց։ Ես հասկացա, որ բոլոր հայ տանտիկինները շեֆ խոհարարներ են, որովհետև բոլորը շարժում են մեծ արագությամբ։ Բայց կարևորը, որ այսօրվա մեր շեֆ խոհարարը Հերման Սիվիզլյանը եւս շատ արագ է շարժվում։ Սուգերն արի։ Մենք արդեն ձկան խաբուրման, ինչպես նա ասաց, գրեթե լոլիկա գտնենք կոր մեջը։ Okay։ Ասոնգա մենց։ Ահա։ Եվ վերջում, որ շատ չփափ։ Չէ, լոլիկը շատ քիչ է դիտի։ Դա վերջնական պատրաստ է։ Վերջնական սոյան դան պիտի եւ գլմնալով։
Կեկի գալստինենք կոր։ Մանրացրած Եվ անուշլը։ Ձկան խավուրմա 1 ծովային սպիտակ ձուկ, 1 կծու կանաչ պղպեղ, 1 քաղցր բուլղարական պղպեղ, 1 գլուխ սոխ, 1 գլուխ սխտոր, 1 թարմ լոլիկ, 1 կիտրոն, 50 գրամ շամպինյոն, ալյուր, ձիթայուղ, ուրց, 2 ճաշի գթալ սոյայի սոուս, ձուկը կտրատել խորանարդներով, կտրատած ձկան վրա քամել 1 կիտրոնի հյութ և մի պտխունց աղավելացնել, խառնել, թողնել մի քանի րոպե, մեծ կտորներով կտրատել սոխը, կծու և քաղցր պղպեղները, սխտորը և սունկը, բանջարեղենը տապակել ձիթայուղի մեջ։ Ընթացքում բանջարեղենի վրա կարմիր պղպեղ շախտան, ավելացնել մի փոքր աղ և թողնել, որպեսզի տապակվեն։ Կիտրոնով և աղով համեմված ձուկը ալյուրով խառնել և տապակել ձիթայուղի մեջ։ Արդեն ձիթայուղի մեջ տապակված ձուկը խառնել տապակվող բանջարեղենին, ավելացնել մի քանի կտոր կտրատած լոլիկ։ Այս ամբողջը տապակելու ընթացքում ավելացնել սոյայի սոուս, թողնել մի փոքր եփվի։ Ձկան ղավուրման պատրաստ է։ Վերջում պատրաստի ղավուրմայի վրա անհրաժեշտ է մանր կտրատած ուրց շախտալ։ Բույուկադա, մեծ կղզի, մեծ կղզում բույուկադա, Պրինգիպո։ Պրինգիպո, շատ հին անունն է, հույներ են։ հուներ են անունները, Պրինգիպո։ քանի կայսրություն է փոխել այս կղզին, մենք գիտենք, բայց հետաքրքիր է, որ այս մեծ կղզում մեծ սրտով հայը մեզ հյուրընկալել է, Հերմանը, մեր շեֆ խոհարարը այսօրվա, Հերման, դուք ունեք հատուկ սալատ, հատուկ աղցան։ Ասիգա Հերման սալատ է։ Հա, ինչ ենք Ասոր անում։ անունը։ Գանան շուտուտներն ոստեղը։ 1000, այսինքն մալոր։ Ասիգա ինչ է։ Ռոկա։ Ռուկոլա, Ռոկա։ ռուկոլա, Հա, ռոկա։ ռոկա, ռուկոլա, հետո 1000, 1000 մալոր, դա։ Մայդանոսկա։ մաղադանոս, Ինչ է Պետրուշկա։ մաղադանոս, Մայդանոս, օքեյ։ այո, Ասոնք միլակ ասիա ասոնք։ միայն կտրտած արդեն պատրաստած, այո, Ասկը գարնեք կոտիչի։ ես եմ սարքելու, Կնգուս, դու սարքել։ այո, ինչքան, Մեկ հատ դա կպալը։ Քիչ։ Okay։ Քիչ մը գազար, կարոտ, այո, carrot, գազար, ոնց են, սեփրին սեփրին։ Հերիք է։ Կպավը։ և դթմիկ, Ասիգա ինչ է։ Դթմիկ։ Դթմիկ։ փոքրիկ դթում, դթմիկ, Անիգա կպավը։ հա, մի քիչ է, Քիչ մը անդերան արնենք։ ուրեմն սա Ինչ ասիգա մսır։ եգիպտացորեն, Եգիպտացոր։ քամեմ նոր, Okay։ Լոլիկներն ատնենք մեջը։ այո, կտրտած լոլիկներ, Գդտած լոլիկները, սոսն ատնենք։ այս սոսի մասին պիտի պատմեք, Հիմա սոսի մեջը ինչ կասենք։ Ինչ։ Ցտայուղ, մեղ, մեղր, մեղış, բալսամիկ ընդորքսենք կոր։ այո, բալզամիկ սոս, Բալզամիկ սոս, քիչ մնա աղը։ Աղ։ Շատ բան չկա։ չէ, ահագին բան կա, մենակ սոուսը ամեն ինչ արժի, ինչքան լցնեմ, Թունտիրեսսեմ։ սա դուք եք հորինել ես սոուսը, բավ է, Քիչ մնա։ Հիմա կպավը։ Okay։ Գխարնենք օրասորը։ Սա։ և ես տեսնում դուք ունեք պանիր, Վրանա բանիրն ենք պիտի։ բայց ինչ պանիր է, հունական, Չէ, դու հունական բանի։ մի քիչ չանախ պանիրին է նմանվել հայկական, աղի պանիրի, Չէ, նորմալ աղի չի, բանիր սովորական ասա, պանիր, նորմալ։ սպիտակ պանիր, այդ չանախին է նման, Հերմանի սալատան ասա։ այո, Հիմա վրան բանիրն անենք պիտի։ այսպես, Այո։ պիտի մանրացնենք, մեծով թե փոքրով, Մեծով։ Ասո։ սրան, այսպես, Ավելի շատ։ աղի չի լինի, չէ, Չէ, շատ աղի չէ։ դրա համար մենք աղ համարյա չենք կարել, Չէ, կպավ։ Քիչ մնա նայնեն վրան չէ բայց։ կողքերը, ձևավորության համար, նանա, Նանը։ մանրացրած, կամ ինչի թողնում, այսպես, Լավ է։ Քիչ մնա ոստեղը տնենք ասենք աղոր դեսնվի։ Ասիգա ասչաբը։ շատ գեղեցիկ է և համեղ, հեշտ բան չկա, բայց ամենակարևորը վերջում համը կփորձենք, անպայման տեսնենք ինչպես է, Վերջի դեսնանք պիտի։ Հերման, Հիմա ինչ շինենք պիտի։ հիմա մենք պիտի շինենք օկտոպուս, Okay։ այսինքն 8 հոտնուկ, 8 ոտով, 8 vodով։ համով, Մեկ հատ շինենք պիտի։ մեկ հատը և կալմար, Okay։ ծուխի վրա, Okay։ չէ, Okay։ այսինքն ձկան խորոված կարճ ասած, գրացինք,
Աղցան Հերման 50 գրամ հազարի տերևներ, 50 գրամ ռուկոլլա, 50 գրամ մաղադանոս, 50 գրամ գազար, 50 գրամ դդմիկ, 100 գրամ եգիպտացորենի հատիկներ, 1 հատ լոլիկ։ Երկարությամբ կտրատած գազարը եւ խորանարդներով կտրատած դդմիկը խառնել կտրատած հազարի տերևներին, ռուկոլային եւ մաղադանոսին։ Ավելացնել նաեւ եգիպտացորենի հատիկները ու կտրատած լոլիկ։ Այս ամբողջը խառնել սոուսով, ձիթայուղով, մեղրով եւ բալզամիկ քացախով։ Խառնել ամբողջը։ Ստացված աղցանի վրա պինդ պանիր քերել, կողքերը նանաշախ տալ։ Աղցանը պատրաստ է։ Դե, ինչպես որ խոստացել էինք, Հերմանը մեզ համար պատրաստելու է խորոված, այսինքն ծուխի վրա արած օկտոպուս, ութոտնուկ եւ կալմար։ Ծովային մթերքները ոչ միայն օգտակար են, այլև շատ համեղ եւ իհարկե ծովի ափին լինելով չի կարելի չօգտվել այս բարիքներից։ Հերման, պատմեք ինչ համեմունք է։ Այսօր մեր ստայոգա, այո, բիբերգա եւ ասիա քեքիկ, այո, ուրց։ թուղթ կա, անիգա 2-3 օր սարանարը մեջի գմնագոր։ Ահա, այո, որ քաշի մեջ է։ Քաշի մեջ է։ Ավելի պանելը։ Համա, ընդգծվի, փափկի։ Հա, որպեսզի ավելի նուրբ դառնա, ավելի փափկի, պետք է մնա սառնարանում ձիթայուղով, ուրցով, այսինքն խառը կանաչի կարող եք օգտագործել, պարտադիր չլինի ուրց, եւ կարմիր պղպեղ, այս խոշոր աղացած կարմիր պղպեղը։ Okay. Իսկ կալմարը ասիկա նույնը ունի, բայց ձիթայուղը ավելի շատ, որ ավելի շատ է ասոր, մեջի մնալու պետք է, որ փափկացնի։ ամենը նույնն ասիկա։ Գնացինք։ Okay. Աման, ինչ գեղեցիկ։ Ասիկա 10 վարյան էպվել պետք է։ Հետո պիտի շուրտանք։ Մինչև այդ դրել ենք կծու բիբար Կուզուբիբեր, եւ լոլիկ։ Ասիկա սոյա է։ Սոյ սոս։ Ասիկա ցուգի սոս է։ Ինչի՞ց է Ինչկա մեջ է։ Մի րոպե ասեմ։ Լիմոնգա, Ստայյուղա, ստայյուղա, կանաչի կա ինչ որ, մաղդանոս, բիբերի է։ ցիտրոն, Ինչ ասիկա։ Ցիտրոն է։ Ասիկա մեջ է։ հազրևարդ, ռոզմարին, ռոզմարի։ հազրևարդ, Ռոզմարի։ որը ցիտրոնի նման է, բայց ցիտրոնը չի։ Ռոզմարին, այստեղ ունենք գեղեցիկ կանաչիներ, սոխ, լիմոն։ Կարելի է սոխնել տապկել։ Տապկենք։ Ուզես, տապկենք։ Մի հատ։ Այս ուտեստը պատրաստելու համար մեզ ընդհանրապես ծով է պետք, ուրիշ ոչինչ։ Ծով, որտեղից մենք գտնենք ծովամթերք։ Վերջում լցնելու ենք ձիթայուղ։ Այսօր ձիթայուղ եւ քացախ։ Ահա։ Տապոսի։ Կալամարի վրա ստայյուղ եւ լիմոն։ Հերման, ձեր տանը ամենահամով ով էր սարքում, ով էր պատրաստում ճաշ։ Դունը, մամաս։ Հա, իսկ ինչ էր համով պատրաստում։ Աման, մամայի ճաշերը գիտես, ամեն նաղոր է։ Ամենը։ Քեշպամուչիշն էր մամաները։ Երբեք։ Բայց ամենից ընդունված, ամենի հատուկ ճաշը ձեր տան որն էր, որ գալիս էիք ընտանիքով նստում։ Մենք ամբողջ ճաշերը գուտեինք բզդիգան։ Շատ չէին քննարկի, չէ՞ թե ինչ ուտենք Ինչ կան է, ասպաս ասիկա դա դուվաձ է, ասիկա ուտենք դիվի։ Բա չէ, հիմա այս չեմ ուտեր, այն չեմ ուտեր։ Հիմա ասիկա չեմ ուզել, մյուսը չեմ ուզել, պիզա գուզել։ Կալմարը ավելի ուշ է լինում, քան Կալամարը ավելի ուշ կլա, առաջ ասիկա հանենք պիտի։ Եվ կտրտենք ու դնենք։ Նաև փիլավից տեսան ուստեղը։ Չէ։ Էս ինչ սիրուն փիլավ, զաֆերանոյով է։ Ինչա սաֆրանով։ Շաֆրան եւ կարմիր բիբար։ Եվ յուղ, տեղին յուղ։ Կարակյուղ, թե Կարակյուղ։ Եվ կարակյուղ։ Զաֆերանո։
Ինչ անենք, կփորձենք մի քիչ։ Վերջ Սիրով։ Այսինքն սովորական եփում ենք բրինձը, կեսից ավելացնում ենք զաֆերանոն։ Վերջ, ջուրն հետ միասին։ Վերջը։ Ու մի քիչ էլ յուղով Դապկեմ գոլլիգո։ Հասկացա, մենք էլ ենք բրինձը այդպես արկում, բայց լավ զաֆերանոն, լավ շաֆրանը, լավ բան են։ Հիմա ասիգա։ Ահա, կտրենք։ Դրենք պիտի։ Որ եփվի մեջը։ Մեջն է դեպքի, ավելի աղբոր տեսնվի։ Վրա հենց։ Այո, վրա է եւ շատ քիչ չէ։ Ավելի շատ, շատ յուղ ուզասիգա։ Okay. Քիչ մը Սոխի վրան է։ Ոչ, քիչ մը կացախ անոր վրա։ Կացախը ավելի քիչ։ Okay. Եվ ուրց։ Ուրց։ Վրան հենց։ Այո, վրա։ Ավելի շատ։ Հիմա աղբոր է։ Հիմա ասիգալ մնցավ։ Շատ գեղեցիկ։ Էս էլ գլուխը։ Ասիգա է բեխեր։ Դերերը։ Քիչ մն ասկե։ Ասիգա ուրիշ է։ Սա ինչ է։ Ասոր մեջը աղգա, գպավ է։ Աղգա, բան ասիգա ինչ է, ուրց կա, գարմիր մի քիչ չաման կա, գարմիր բիբար կա, սխտոր գար ասոր մեջ։ Այո, գարլիկ։ Քիչ մն դա յուղ տնենք, քիչ մն այս տնենք։ Ես յուղու շատ կսել եմ։ Ես էլ եմ սիրում, բայց ավելի ուտելիս եմ դնում, որ ամեն մեկում։ Ասիգա լմնցավ։ Վերջ, ընտիր։ Խորոված 8 հոտնուկ եւ կաղամար, կալմար։ 500 գրամ ծովամթերք, 8 հոտնուկ կամ կաղամար, ձիթայուղ, չիլի պղպեղ, ուրց, սոխ։ Իհարկե Հայաստանը ծով չունի եւ Սևանը լճում էլ 8 հոտնուկ եւ կաղամար չկա, բայց արևմտահայերը, որ միջեր գրական ծովից մինչեւ Բոսֆոր օգտվել են ծովամթերքից, շատ լավ գիտեն դրա համը։ Եթե հաջողվի ձեռք բերել ծովամթերք, ապա իմացեք ինչպես կարելի է այն պատրաստել։ 8 հոտնուկը եւ կաղամարը, կամ ինչպես ավելի հիշվող է կալամարը, համեմել չիլի պղպեղով եւ ուրցով։ Թողնել որ մարինացվի։ Եթե ունեք ժամանակ, ապա կարող եք թողնել այն 12 ժամ։ Խորովել կրակի վրա, այնպես որ ծովամթերքը կարմրի արտաքնից եւ փափուկ մնա ներսում։ Հատկապես կաղամարը պետք է շատ զգույշ խորովել, որ միսը մնա նուրբ եւ չդառնա առածկական։ Մատուցել կարելի է խորոված սոխով եւ այլ բանջարեղենով։ Խորոված ծովամթերքը շատ համեղ է սոյայի եւ ձկան սոուսով, ինչպես նաեւ կիտրոնով։ Մենք արեցինք 3 ձուկ։ 3 տեսակի ձուկ։ Հիմա արդեն անում ենք երրորդը։ 4 օկտոպուս, Հա, կալամար, դրանք առանցին, այո։ Հիմա արդեն անում ենք 4-րդը։ Հերմանը ոչ միայն լավ շեֆ խոհարար է, այլև շատ ուշադիր մարդ։ Հերման, պետք է ոսկորը հանենք։ Ոսկորը հանենք, ասոր։ Ձուկ մաքրելը շատ դժվար բան է։ Չէ, գիտնասն է շատ դժվար։ Դե հա, ես գիտեմ, բայց դե հեշտ մի բան չի։ Ուժեղ ոսկոր ունի։ Անոնք հանենք պիտի մամանը։ Հատ պիտի հանենք։ Ասիգա կուլուխն է։ Ահա։ Ովքեր են ավելի լավ խոհարար կանայք, թե տղամարդիկ։ Մենց խոհարուսները երբ մարդիկն են։ Ավելի լավ։ Ինչի։ Դիգինները դունը։ Ավելի աղեգ է։ Ինձի համար։ Լավն էր գիտեք, ուրեմն ամբողջ կյանքում
կանանց սարքածը ուտում են, նրանց պատրաստածից սովորում են, ամեն ինչ անում են սովորելով կանացից, վերջում էլ տիկինները դունը, երեք մարդիկ մեծ խոհանոցներում, եղավ, Հերման, եղավ։ Անանք է։ Չէ, անանք է, իհարկե մայրիկի սարքածին ոչինչ չի հասնի, հիմա։ Հիմա։ Ինչ պիտի տապկացնենք, Նայեմ անդրոլ դեպի դասիլա։ պիտի ծեծենք, Քիչ մուծեցենք։ Քիչ մուչար ասիլա։ խեղճ ձուկը, Շարքությունները գոր։ ծալում ենք մեջտեղից, այդ մորթին մնում է արանքում, կաշին։ Իսկ որ չծեծենք չի լինի։ Ասիգա Էրիկ Մարտի ցուգե, զարկ, ավելի շատ զարկ։ Հա։ Okay. Մասոր վրա Ձիթայյուղ ալգտում ենք կոր։ Ձիթայյուղ։ Ձիթայյուղ։ Բայց շատ սիրուն եղավ։ Հիմա առաջ ոսկորները եւ փուլուխը էպենք պիտի։ Ահա։ Ասիկայա դեկորն է։ Ես հասկացա, որ դուք ամեն ինչից սիրում եք բանջարեղենը դնել։ Ամենն։ Այո։ Տղամարդու իսկական տեղը խոհանոցն է։ Իսկական։ Շեֆ տղամարդու, շեֆ խոհանոցը։ Իսկ կանայք պիտի նստեն եւ համտեսեն։ Մեկ-մեկ էլ աղը ցանեն։ Ինչքան է խորովելու։ Քիչ մեփի։ Okay։ Ասիկա քիչ մը դարձունենք։ Ասիկա։ Ոչ շրջեմ։ Օքսո։ Ոյ, արդեն եղել է, էնել։ Ոչ, փուլուխ քիչ մը դա։ Անիկա քիչ մը Գլուխը ուշ է եփում։ Ուշ։ Այո։ Հերման, ձեր ծնողները որտեղից են։ Դե հենց Բոլսում են ծնվել։ Բոլսի մեջ է։ Ձմազ ամենն։ Իսկ տատիկը եւ պապիկը, այսինքն մեծ մամա։ Անոնք քյուղեր են։ Սվասի քյուղը։ Գիտես։ Դրա համար եք դուք կոչվում Սիվասլյան։ Հոնդեղացի ենք մենք։ Եվ ձեր մականունը։ Դեդես հոնդեղեն եկած է։ Աս մյուս կղզի։ Հեյբելիադա։ Հեյբելիադա։ Հոնդեղը եկած է։ Հայրիկս ամեն հոնդեղը ծնած է։ Այսինքն դուք բնիկ Պոլսեցի եք։ Այո, ես Պոլսեցի։ Բնիկ Պոլսեցի։ Սիվասլյան ազգանունը։ Սվասլյան։ Հոնդեղան եկած է։ Հոնդեղան եկած է։ Սվաս գյուղից։ Սվաս գյուղ։ Ինք վարգյան գելլավա։ Շատ սիրուն։ Եվ էլի վերջում պիտի ձիթայյուղ անենք։ Ձիթայյուղ։ Ամենը։ Ձեր սիրած ձիթայյուղը։ Շատ անեմ, Հերման։ Չի ասիկա գպավ է։ Okay։ Ձկան խորոված։ Մեկ հատ սպիտակ ձուկ, աղ եւ ձիթայյուղ։ Ձուկը մաքրել, զգուշությամբ հանել ոսկորները, մանր կտրատել եւ խառնել ձիթայյուղով ու համեմել աղով։ Սկզբում խորովել ձկան գլուխը եւ ոսկորները, քանի որ այս հատվածները ուշ են եփվում, այնուհետև կտրատած կտորները։ Խորովածը պատրաստ կլինի ամենաշատը 10 րոպեից։ Ուրեմն 4 տեսակի ձուկ։ Սկսեցինք մի ձկնից, որը ալյուրի մեջ թեթևարեցինք, տապկեցինք ձեթի մեջ, հա, հետո շարունակեցինք խորոված ութոտնուկով եւ կալմարով,
Դրանից հետո արդեն արեցինք սպիտակ ծովային ձուկ, որը տեսակ պարզ է, ոչ մի առանձնահատուկ բան չկա, բայց շատ կարևոր է էլի վերջում ձիթայուղը եւ գեղեցիկ մատուցումը եւ այն ծեծելու պահը շատ պակաս կարևոր չի։ Գնացինք Հերման։ Okay. Սա ձեր պատրաստածն է։ Անշուշտ։ Շեֆ Արարը, շեֆ համեցեք։ Ծովամթերքների այսպիսի շքերթից հետո մենք դեռ երկար կհիշենք Հերմանին, նրա պատմություններն ու պատրաստած համեղ կերակուրները։ Ախ, ծովին մոտ ապրողներն ու ծովամթերքի հնարավորություն ունեցողներն ինչ խոսք տնային պայմաններում եւս կարող են փորձել պատրաստման այս կերպը եւ անել իմպրովիզներ։ Դա միայն խրախուսվում է։ Ինչ խորհուրդ կտաք նոր սկսող խոհարարին։ Ուշադրություն ունենալու պետք է, նոր բաներ իջնելու պետք է։ Ահա, իրենը։ Իրեն բաները, ամեն դեղեն դեսնում բաները շնեսն է, ասկորջի չլար գոր։ Ամենադեն նոր բաներ շնելու պետք է։ Ասչո։ Եվ սրտանց շինել, սրտանց պատրաստել, որովհետև եթե սրտանց չարվի, հաստատ հետաքրքրություն ու համը տեղը չի գա։ Դե ինչ, ձկները արդեն մեզ շատ երկար սպասեցին, համեղ տարատեսակ ձկները, աղցանը, որը կոչվում է շեֆի անունով, հենց Հերման սալատ։ Այստեղ ունենք մեծ լոբի, որը կոչվում է բոմբալուբիո։ Բոմբալուբիո։ Եվ այստեղ սխտորով, վարունգով, թեթև նախուտեստ։ Վուալա, բարի ախորժակ եւ իհարկե բարի համտես բոլորիս։